Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի IPF Plus հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Գազի սակագնի վերաբերյալ բանակցությունների արդյունքում որոշում կկայացվի հօգուտ հայ հասարակության, հուսով է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Ըստ նրա դա պայմանավորված է նրանով, որ բանակցություններն իրականում նախաձեռնել է ոչ հայկական կողմը։ Հայաստանի Հանրապետությունը լինելով ոչ մեծ երկիր, չէր կարող միայն իր նախաձեռնությամբ, ուրեմն գնալ բանակցությունների։ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում դպրոց կենտրոններ միության տնօրենների հետ քննարկել է հանրակրթության ոլորտի խնդիրները։ Հանդիպումից առաջ նախարարը լրագրողների հետ զրույցում առանձնացրել է դրանցից կարևորագույնները։ Հարցերը պրոբլեմային են, ասկա մեր հանրակրթությանը ծրագրեր, ավագ դպրոցների հիմնախնդիրներ, ծանրաբեռնվածություններ։ Նախորդ տարի 2014 թվականի համեմատ ներգնաց զբոսաշրջությունը երկրում 1%-ով նվազել է։ Ընդհանուր առմամբ տարեցտարի մեր երկրի այցելուների եւ այստեղից մեկնողների թվային պատկերում խզվածությունը փոքրանում է։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանի համոզմամբ դա կարող է հանգեցնել լրջագույն խնդիրների։ Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցել։ Բարձրացվել է տարիքային շեմը 60-ից դառնալով 65։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը նշում է, 25 միլիոն դրամով ձեռք բերվելիք բնակարանների դեպքում եկամուտների շեմը պետք է լինի 350-370 հազար դրամի սահմաններում, իսկ նվազագույն արժեքով բնակարաններ ձեռք բերելու համար 200-220 հազար դրամի սահմաններում։ Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեդրակ Նիկողոսյանը կարծում է, որ մեր հրաձիգները ավելի բարձր արդյունքներ ցույց կտան, եթե լուծվեն խնդիրները։ Նախ փոքր է Հայաստանի կառավարության կողմից մարզաձևի ֆինանսավորումը։ Երկրորդ խնդիրը կապված է մարզիկների զենքերը մաքսատոնով արտասահման տեղափոխելու հետ։ Անհատը իրավունք ունի, իր զենքով գնա գա, կազմակերպությունը իրավունք չունի։ Երեք ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ասկանյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի ծառայության արևելյան գործընկերության երկրների վարչության պետ Դիրք Շուբելի հետ, որը նաև Հայաստանի հետ նոր համաձայնագրի գլխավոր բանակցողն է։ Հանդիպան ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները եւ բանակցությունների ներկա ընթացքը։ Վարդան Ասկանյանը հայտնել է իր տեսակետները եւ ցանկությունները, թե ինչ բովանդակություն պետք է ունենա բանակցվող փաստաթուղթը։ Երեք գիշեր հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում կրկին գրանցվել են ցրտահարություններ։ Այս մասին տեղեկացրել է Հիդրոմետ ծառայության օդերոթաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը եւ նշել, որ օդի նվազագույն ջերմաստիճանը լուսադեմին որոշ տեղերում հասել է -7 աստիճանի։ Մարտի 19-ի գիշերը հանրապետության տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն կնկատվի անպամատության որոշակի ավելացում, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ասել է Սուրենյանը։ Թուրքիայի արևելքում գտնվող Թունջելի նահանգում խոշոր ահաբեկչություն է կանխվել։ Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում հայտնաբերվել է 650 կիլոգրամ պայթուցիկ, որը տեղակայված էր եղել հիմնական մայրուղիներից մեկի մոտ։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ ահաբեկչությունը նախապատրաստել էր Թուրքիայում արգելված համարող Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։ Օրերս Թուրքիայի ոստիկանությունը հաղորդել է, որ խմբավորումը պլանավորում է մարտի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածում ահաբեկչությունների շարք իրականացնել խոշոր քաղաքներում։ Օրվա լրահոսը։ Ընտրական նորօրենս գրքով հանրապետականը հասկացնում է, որ ուզում է հաղթել առանց ընտրությունների։ Ասում է, որ մենք ընտրություններ չենք պատրաստվում անցկացնել։ Մենք չենք պատրաստվում հեռանալ։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանը նոր ընտրական օրենս գրքում այսպիսի ծուղակներ չի տեսնում, թերևս խնդիրը ընտրացուցակների հրապարակումն արգելող դրույթ է, բայց այստեղ էլ թունելի վերջում լույս կա։ Հնարավորություն կա տալու մասնակիցներին շահագրգիռ կողմին, որպեսզի նա կարողանա տեղամասում ծանոթանալ, պարզացած արտագրել այն ընտրողների անունները, ովքեր որ մատյանում գրանցվել են, եկել են եւ ստորագրել են քվեաթերթիկ են ստացել։ Օրինաց երկրի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը ընտրացուցակների հրապարակման հետ կապված
կապված այս տարի 2 անգամ խոսել է Վենետիկի հանձնաժողովի հետ, նրանք կողմ են դրանց հրապարակմանը։ Ինքը ասեց, որ կողմ է, որ հրապարակվի, եւ ասեց մենք դեմել չենք եղել հրապարակման։ Լևոն Զուրաբյանը մի ծուղակել է նկատել հանրապետականի ներկայացրած ընտրական օրենսգրքում համամասնականի անվան տակ ներկայացվող մեծամասնական ընտրացուցակները, դրանք օլիգարխիայի, կրիմինալի եւ տեղական իշխանիկների համակարգված աշխատանքն են։ Սրանից հետո պարզ է լինելու, թե ասենք Սամվել Ալեքսանյանը քանի մարդ է կարողացել կաշառել եւ բերել հանրապետական կուսակցության օգտին, որովհետեւ իր անունը դրված է լինելու ընտրատարածքային այդ քվեաթերթիկներից մեկում եւ պարզ կլինի, թե եւ դա լինելու է հանրապետական քվեաթերթիկը եւ պարզ կլինի, թե քանի մարդ են բերել։ Հանրապետական խմբակցության ղեկավարը գրեթե չի թաքցնում, որ ոչ միայն Սամվել Ալեքսանյանը, այլև Մհեր Սեդրակյանը, Մանվել Գրիգորյանը եւ Առաքել Մովսիսյանը կարող են տեղ ունենալ 2017-ին ձևավորվելիք խորհրդարանում։ Ոչ մեկը երաշխավորված չէ, որ այստեղ պետք է միայն լինեն կարկառուն քաղաքական գործիչներ, ճարտար լեզուներով քաղաքական գործիչներ։ Պարոն Բաղդասարյանն իհարկե կողմ է քաղաքականացված խորհրդարանին, բայց ինքը աշխարհի որևէ խորհրդարան չգիտի, որտեղ քաղաքական գործիչներից բացի չկան որևէ այլ դեմքեր։ Մինչև 2008 թվականը ազնագիր ստացած անձանց տվյալները ներառված չեն էլեկտրոնային բազայում եւ 2017 թվականի ազգային ժողովի ընտրություններին նրանց մասնակցությունը խնդրահարույց է։ Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի ունի անձնագիր, որը տրվել է մինչև այն թիվը 8 թիվը 2008, երբ որ նրա նկարը մոնիտորում չի երևալու։ Շատ լավ։ Ուրեմն մի րոպե Տիկին Զորաբյան վերջի դեռ սկիզբն նոր քննարկում ենք, ինչ վերջ։ Դա նշանակում է, որ պետք է կրկնակի ուշադիր լինել։ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկմանը ազնագրերի եւ վիզաների վարչության պետի հրապարակած թիվը իրարանցում առաջացրեց դադիճում։ Փորձեց հստակեցում մտցնել Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարը։ Ըստ նախագծի մոնիտորի վրա կարմիր լույս կվարվի, երբ մարդը երկրորդ անգամ գա ընտրության, բայց դա չի վերաբերի էլեկտրոնային բազայում չներառված անձանց տվյալներին, իսկ մինչև 2008 թվականը ազնագիր ստացած անձանց տվյալները չկան բազայում, քանի որ թղթային արխիվները անմխիթար վիճակում են եղել։ Մենք չենք խոսում առաջին հանրապետության կամ խորհրդային բանի ժամանակ, կարգերի ժամանակ տված պասպորտների մասին։ Պասպորտը ունի բավերականության ժամկետ, 10 տարով է տրվում։ Պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոչով դիմեց ընդդիմադիր պատգամավորներին։ Ընդդիմությունը 100%-ով միավորվի այս փաստաթղթի պլատֆորմի վրա։ Իդեպ Հայազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկը իշխանությունները ընդունեցին միաձայն։ Պարոն Զուրաբյանը հայտարարեց, որ իր ընկերը պատրաստ է $40,000 բոլոր 1997 ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ։ Հայաստանում արկա սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթարել հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում։ Ազատության հրապարակում հայտարարում է Նոր Հայաստան հանրային փրկության ճակատն ու իր ծրագիրն առաջարկում։ Ճնշում գործադրել նրա վրա տարբեր ձևերով, մինչև որ ռեժիմը ենթարկվի ժողովրդի կամքին։ Անպայման դա լինելու է, հնարավոր չէ, որ մոբիլիզացված ժողովրդի կամքին ի վերջո ռեժիմը չենթարկվի։ Հայաստանը այսօր ունի ամենաթույլ սոցիալական ապահովման համակարգ պոստսովետական տարածքում, ամենավատ աշխատանքային պայմաններ, ամենավատ աշխատանքային շուկա։ Քաղաքացիներն անպայման պետք է պայքարեն ընտրական իրավունքի վերականգնման համար, որը կբերի նաև սոցիալ-տնտեսական փոփոխությունների։ Համաշխարհային շուկայում պարենի գները գրեթե 30%-ով նվազել են։ Վառելիքի գները գրեթե կրկնակի նվազել են։ Հայաստանում նորից պարենի մոտ, պարենի գծով աճ է եղել։ Նոր Հայաստանն ի դեպ Հայաստանում Եվրամիության գրասենյակին ուղղված նամակ է պատրաստել, որում պահանջում է պատժամիջոցներ կիրառել իշխանությունների նկատմամբ։ Նամակը հասցեատիրոջը հանձնելու համար մեկնարկեց երթ, որն առանց ոստիկանության հետ բախման չանցավ։
Ոստիկանության ներկայացուցիչները դեմ են իրենց իսկ հայցով դատական նիստի տեսանկարահանմանը։ Արաբկիր եւ Քանաքերձեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանում ընթանում էր YouTube-ում հեռարձակվող SOS հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ հայցի լսումը։ Ոստիկաններ Արթուր Մադացյանը, Սերգեյ Զաքարյանը եւ Հովանես Քոչարյանը պահանջում են հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ փոխհատուցում 1 միլիոն դրամի չափով։ Մեղավորություն չեմ տեսնում բացարձակ մեր ներկայացրած տեսանյութում, հաղորդման մեջ է արտահայտություններից, այնտեղ տարբեր արտահայտություններ կան, Զաբորալեպսման բաժին, գու հենց ընձիոտ ու նման արտահայտություններից։ Կոնկրետ հասցեատեր չունեն։ Պատասխանող կողմը միջնորդեց գործում որպես վկա ներգրավել հաղորդման համահեղինակ Հայկ Բարսեղյանին։ Վիլենը ուղղակի տեքստես է, հիմա ես է կսեմ, որ ենթադրենք շան տղա կսեմ։ Ես դիքեշ մարդու չեմ սես, ուղղակի դիք կսեմ հաղորդմանս համար, եթե ինչ-որ մեկ իրա վրա է վերցրել, նախ թող գա մեզի հետ զանգես ախպեր ջան, կարող է դիք մեզի ես մի հատ մարտավարի նստենք խոսենք։ Հայկ Բարսեղյանի համար հարց է, դեռ ով պետք է ներողություն խնդրի։ Կարող է պարզվի իրանք պետք է ուրիշ մարդուց ներողություն խնդրեն, ոչ մեզնից, ոչ հանրությունից, այլ միգուցե այն մարդկանցից, ում որ քաշ կուտային փողոցով։ Կարող է պես եղնել, իրանց մտքով չի անցել։ Իսկ ոստիկանները քաշ քշել էին նախագահականի մոտ ակցիա անող բանակում խաղաղ պայմաններում զոհվածների ծնողներին։ Նրանք այսօր դատարանում էին։ Սարդակ անմարտկային մոտիկացան մեզ։ Դե եթե իրանք տենց են վարվել, իրանց է վերաբերվում։ Իրանք եթե վերցրել են իրանց վրա, դրա համար իրանց են դատի տալի։ Բա ես ում դատի տամ։ Գործով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 29-ը։ Հրապարակախոս եւ վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի հարազատներն ու ընկերները նրա ծննդյան օրը տոնում են այլ պայմաններում։ Նրանք չեն հավատում, որ հրապարակախոսի կյանքը 17 տարի առաջ խլած մարտի 9-ի ավտովթարը կարող էր պատահականություն լինել։ Տիգրանին եւ սպառնում էին եւ զանգահարում էին ամեն ձևի ահաբեկումներ եղել են։ Տիգրան Հայրապետյանի վերլուծական հոդվածներն ու քաղաքական հայացքներն էլ հարազատների պնդմամբ բնավ դուր չէին գալիս այն ժամանակվա իշխանություններին։ Օրինակ հենց կոնկրետ Վազգեն Սարգսյանի մահը ինքը իր հոդվածներից մեկում գրել էր, որ ինքը լինելու առաջի զոհ Քոչարյանը, այնպես որ թող զգուշանա, բայց ինչպես տեսակ Վազգեն Սարգսյանն էլ դաշ չքաղեց, ինչի արդյունքում էլ ունենք այն ինչ որ այսօր ունենք։ 1999 թվականի մայիսի 9-ին Երևանի Քանաքերձեյթուն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը Տիգրան Հայրապետյանին վրա երթի ենթարկած Անդրանիկ Մաշակարյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման։ Դատարանում զգացվում էր, որ շատ այնպես դատարանը իմիջայլոց քննում էր գործը։ Ամեն տարի այսօրը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում Տիգրան Հայրապետյանի ծննդյան տոնին նվիրված միջոցառումներ եւ հասարակագիտական ստուգատես է իրականացվում։ Կրթահամալիրում գործում է նաեւ Տիգրան Հայրապետյանի անունով գրադարանը, իսկ այսօր էլ բացվեց նրա անունով ընթերցասրահը։ Կովկաս շինարարություն եւ վերանորոգում էքսպոյում գործարարները փորձում են համագործակցության նոր տարբերակներ գտնել ու գրավել հաճախորդներին։ Շինարարական բիզնեսով զբաղվողների գլխավոր խնդիրը սպառումն է։ Եթե չլինի սպառում, չլինի արտադրություն եւ ոչ մի բան։ Այսօր չկա սպառում։ Կա, բայց շատ քիչ։ Շինարարական բիզնեսով զբաղվող գործարարների համար մեծ դժվարություն է նաև հումքի ներմուծումը, չնայած Հայաստանը արդեն 1 տարի է Եվրասիական տնտեսական միության անդամ է, բայց գործարարների համար շատ բան դեռ չի փոխվել։ Ճիշտ է, մաքսատունքը չկա, բայց քաշքշուկը էլի կա։ Ստաբիլությունը չկա։ Ամիս օր-օր ինչ-որ փոփոխություն են լինում։ Դժվար է, դառնով բիզնեսում դժվար է։ Եթե մենք ներկրեինք ու վստահ լինեինք, որ օրինակ եվրոպական պետություններից ներկրած ապրանքից որակյալը կամ համարժեքը, միանշանակ ավելի լավ է Ռուսաստան, որովհետև հիմա նայեք, ներկրում են անմիջապես դուք տանում եք, ձեր պահես չեք գնում մաքսայինի մաքսազերծում անում, մեկ ամսվա ընթացքում եք անում, ինչ որ պայմաններ կան, որը շատ լավ է, բայց շատ դեպքերում լինում անենց խնդիր, որ այն նյութը, որ ուզում եք ներկրենք, ԵՏՄ-ում կա, բայց անվոր է կա, բայց թանկ է։ Ի տարբերություն մեր հայրենակիցների, իրանցի գործարարներն ավելի լավատես են, մեծ հույսեր ունեն, որ Հայաստանում իրենց ապրանքները պահանջարկ կունենան։
Ռուսաստանը չունի կերամիկա եւ ապակու արտադրություն, այն ինչ մտնում է այդ երկիր երկրորդ ձեռք է, բնականաբար թանկ։ Հետևաբար Ռուսաստանը չի կարող մեզ համար մրցակից լինել, որովհետեւ մենք կարող ենք ապահովել ամենաէժան ու որակով ապրանքը։ Իրանցի գործարարները հույս ունեն նաեւ, որ Հայաստանը իրենց համար կդառնա տարանցիկ երկիր Վրաստանի եւ Ռուսաստանի շուկա մտնելու համար։ Կովկաս շինարարություն եւ վերանորոգում էքսպոն կգործի մինչեւ մարտի 20-ը։ Դուք փորձել եք մտնել Ռոբերտ Էլիբեկյանի կտավների մեջ, տեղավորվել նրա ստեղծած իրականությունում, ոչ թե դիտել, ոչ թե մակերեսը գնահատել, այլ ապրել նրանց մեջ։ Այսպես էր գնահատում նրա արվեստը արձակագիր Աղասի Այվազյանը։ Գաֆէշյան արվեստի կենտրոնում բացվեց Ռոբերտ Էլիբեկյան արտացոլումներ ցուցահանդեսը, նվիրված գեղանկարչի 75-ամյակին։ Արվեստագետի համար ինչ սահման նշանակություն չունի 20 տարեկան թե 30-40 անսահման իրականությունը։ 26 գեղանկար 1960-ականներից մինչ օրս նրա ստեղծած արվեստի հարուստ ժառանգությունից։ Բազմաթիվ երկրներում պատիվ եմ ունեցել աշխատանքներս ներկայացնելու, սակայն մինչ օրս կայացած ցուցադրություններից լավագույնն ինձ համար սա է, ասում է գեղանկարիչը։ Նրա ծննդավայրը Թիֆլիսն էր, իր վառ կոլորիտով, մանկությունը թատրոնը, այսօր Պետրոս Ադամյանի անունը կրող Թբիլիսիի դրամատիկականը, որի գեղարվեստական ղեկավարը նրա հայրն էր Վաղարշակ Էլիբեկյանը։ Երիտասարդ տարիների քաղաքը 60-ականների Երևանն էր, այն Երևանը, որտեղ կարելի էր հանդիպել, ասենք, Հրաչյա Ներսիսյանին, Կոստան Զարյանին, Մարտիրոս Սարյանին ու Երվանդ Քոչարին։ Երբ կար գրաքննություն, բայց ծնվում էին հսկաներ։ Նկարիչների, արվեստագետների մեծ շրջանակ գոյացավ, դրանցից ամեն մեկը այսօր վարպետ է, վարպետ։ Ահա այս ընտանիքի մեջ իր ուրույն տեղը ունի Էլիբեկյանը։ Էլիբեկյան գեղանկարիչն իր ինքնատիպ գեղագիտությունը բերեց հայկական մոդեռնիստական արվեստ։ Արվեստաբան Հենրիկ Իգիթյանի խոսքով ստեղծեց իր աշխարհը բազմաթիվ արարներով, անվերջանալի եւ շլացուցիչ ներկայացում հեքիաթ, գունեղ բուֆոնադայով եւ գործող անձանց կախարդանքով։ Նրա կտավները ցուցադրվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարանում, Սպիտակ տանն ու Ելիսեյան պալատի հավաքածուներում։ Բարձր պարգևների ու կոչումների արժանացած նկարչի համար իր խոսքով, ինչպես կասեր Անտուան դե Սենտ-Էքզյուպերին, ամենակարևորը թերևս մարդկային հարաբերություններն են ու իրեն մի շրջապատող իր լավ ընկերները։ Ցուցադրությունը կգործի մինչև հունիսի 5-ը, մինչև երկուշաբթի մուտքն անվճար է։ Երեք մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել էր Զայլյանն ու մյուսները ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Խոսքը երեք նախկին զինծառայողների մասին է, որ բռնության են ենթարկվել զինծառայության ընթացքում, քանի որ կասկածվում էին երկու ծառայակիցներին սպանելու մեջ։ Զինծառայողներից մեկը հայտնել է, թե ապօրինաբար զրկվել էր ազատությունից։ Ինչ հետևանքներ կունենա 12 տարի առաջ ներկայացված դիմումի այս պատասխանը։ Օրվա գլխավոր թեման։ Վերջին 6 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Եվրադատարանում պարտվել է 34 գործով։ Միայն 3 կայացված մատաղիսի գործով կառավարությունը 3 նախկին զինծառայողների պետք է վճարի 50,000 եվրո։ Պիտի ուղղակի հետևողական վերաբերմունք լինի, որ փոխվի այս դատական համակարգը։ Սա հենց արդարադատության պատասխանատուների վերաբերմունքի արդյունքն է։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մատաղիսի գործով անցնող զինծառայողների ազատ արձակման համար պայքարողներից էր։ Բանակի թեման մշտապես նրա ուշադրության կենտրոնում է։ Այսօր զինվորական հանցագործությունների, սպանությունները, կյանքի իրավունքի խախտումներով գործերը հենց նույն վիճակում են, ինչ որ մատաղիսի գործն է։ Եվ մենք տեսնում ենք դատարաններում անմեղ մարդիկ փոխարինում են իրական մեղավորներին։ Հենց այդ հույսով են Եվրադատարան դիմում հայաստանյան դատարաններում արդարություն չգտած քաղաքացիները, ընդ որում եղել է դեպք, երբ ֆինանսական փոխհատուցման պահանջ չի ներկայացվել, ինչպես օրինակ Լևոն Գուլյանի գործով։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նախորդ տարի որոշում կայացրեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հայցով Լևոն Գուլյանի մահվան տարելիցի առիթով Սքոյերթի թույլտվություն չստանալու համար։ Իսկ Վարդենեսցի Նալբանդյան ընտանիքին կառավարությունը 62,000 եվրո է վճարելու մարդու իրավունքների կոնվենցիայի մի շարք դրույթների խախտման համար։ Հայաստանից եվրոպական ատյանին դիմողների թիվը տարեցտարի ավելանում է, իսկ արդյոք որևէ մեկը պատասխան կտա իր սխալ որոշման արդյունքում Հայաստանի բյուջեին այդքան մեծ վնաս հասցնելու համար։ Հայաստանում չկա այդ միջոցը պատասխանատվության ենթարկելու։ Կարգապահական վարույթներ են հարուցվում,
էլի նույն ընտրովիության սկզբունքով։ Իդեպ նախորդ տարվա սեպտեմբերին վարույթ է ընդունվել Շանթ Հարությունյանի ու ընկերների դիմումը։ Նրանք Եվրադատարանի ուշադրությունն են հրավիրում Սերժ Սարգսյանի մի հայտարարության վրա, որն ըստ իրենց խախտել է իրենց անմեղության կանխավարկածը։ Եվրադատարանն սկսել է նաև մարտի 1-ի 10 զոհերի ներկայացուցիչների գանգատի քննությունը եւ սպասում է ՀՀ կառավարության պատասխանին։ Զոհերի հարազատներն իշխանություններից պահանջում են ճանաչել մարտի 1-ին զոհված անձանց կյանքի իրավունքի խախտման փաստը։ Քննչական մարմինները բռնության էին ենթարկում կասկածյալներին իրենց համար ցանկալի արդյունք ստանալու համար, թե մատաղիսի գործից առաջ եւ թե դրանից հետո։ Պարզապես նման դեպքերը հարյուրավոր են, եթե ոչ հազարավոր, եւ չկա այդ քանակության փաստաբան, իրավապաշտպան կամ լրագրող, որոնք կհետևեին այդ բոլոր գործերին եւ կհազանգեին դրանց մասին։ Մեր դատարաններն ու քննչական մարմինները այնքան սերտաճած են, որ նրանցից սպասել նման գործերի անաչառ քննություն պարզապես անհնար է։ Հույսը հետևաբար մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, բայց նախ ոչ բոլորն են համաձայն այնտեղ դիմել եւ սպասել 12 տարի, երկրորդ ոչ 50,000, ոչ էլ 500,000 եվրոն չի կարող փոխհատուցել 3 տարի ապօրինի ազատազրկման բարոյական վնասը։ Իհարկե իդեալական կլիներ, որ քննիչները եւ դատարանները շարժվեին բացառապես օրենքով, բայց այսօր դա գործնականում հնարավոր չէ։ Ավելի իրատեսական է Եվրոպական դատարանում Հայաստանի հերթական պարտությունից հետո քննչական եւ դատական մարմիններում հետևություններ անել եւ պատժել օրենքը խախտած պետական պաշտոնյաներին, բայց դա էլ հավանաբար ֆանտաստիկայի ոլորտից է։ Ամեն պլյուսի զրուցակիցն է փաստաբան Հայկ Ալումյանը։ Պարոն Ալումյան, երբ Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ որոշում է կայացնում, օրենքը խախտած դատավորները կամ քննիչները պետք է ինչ-որ ձևով պատժվեն։ Գիտեք, դատավորների դեպքում դա բավականին վիճելի հարց է, որովհետև հիմա ավելի շատ ընդունված է այն մոտեցումը, որ դատավորները չպետք է պատասխանատվություն կրեն իրենց կողմից կայացված դատական ակտերի համար, որովհետև դատավորի նման մտավախությունը, որ ինքը կարող է հետագայում պատասխանատվություն կրել, իրեն դնում է կախման մեջ որոշակի մարմիններից, ով այդ պատասխանատվության իրեն կարող են ենթարկել։ Եվ, ինչպես ասեցի, դա առայժմ միջազգային մակարդակում ավելի շատ ընդունված կոնցեպտ է, որ դատավորը չպիտի այդպիսի պատասխանատվություն կրի։ Իսկ քննչական մարմինները իհարկե պիտի պատասխանատվություն կրեն, եթե Եվրոպական դատարանի վճիռը, Հայաստանի դեմ վճիռը տեղի ունեցել հենց իրենց խախտումների հետևանքով։ Քանի փաստաբան է Հայաստանում պետք, որ կասկածյալների խոշտանգման դեպքերի մասին բարձրաձայնեն։ Երևի մի քանի հազար, հա։ Չէ, գիտեք, իրականում փաստաբան շատ քանակով փաստաբաններ պետք չեն, որպեսզի ամեն մի այդպիսի դեպք վերհանվի։ Ուղղակի փաստաբանները կարծում եմ պիտի լինեն ավելի հետևողական յուրաքանչյուր դեպքի նկատմամբ։ Արդյոք քաղաքացիները պատրաստ են սպասել 12 տարի, մինչև իրենց գործերը Եվրոպական դատարանում քննվեն, ինչպես որ եղավ մատաղիսի գործը։ Մատաղիսի գործը ավելի շատ բացառություն է, քան կանոն, այդ 12 տարվա տևողությունը մի շարք բաներով է պայմանավորված, մեկ որովհետև ինքը բավականին բարդ է իր փաստական հանգամանքներով, երկու որովհետև գանգատներից մի մասը ներկայացվեցին 2 տարի անց առաջի գանգատից, եւ երրորդ, ինչպես գիտեք, վերջին 3 տարիների ընթացքում Եվրոպական դատարանում Հայաստանի վերաբերյալ գործերը այսպես կաթվածահար էին եղել, համարյա չէին քննվում, եւ մենք հույսով ենք, որ այլևս այդ իրավիճակը չի կրկնվի։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Իմ զրուցակիցն էր փաստաբան Հայկ Ալումյանը։ Երևանի ավականու անդամ Լևոն Իգիթյանը ժամանակ չի ուզում ծախսել անբանների հետ զրույցի վրա եւ շարունակում է պնդել, որ Արամի 30 շենքը ցախաբուն էր։ Այդպիսի սկզբունքայնություն շատ հազվադեպ է հանդիպում։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք երկուշաբթի օրը։ Ես չեմ կարող անբան մարդկանց հետ նույն տարածքում գտնվել երկար ժամանակ։ Ես ասել եմ, որ դա սարայ է, սարայ, ցախաբուն եւ պնդում եմ, որ այդպես է։ Նրանք, ովքեր պաշտպանում են, դեմագոգ են։ Он сущий глупый холоп. Я извиняюсь, но что это вы все холоп да холоп? Что это за слово такое? Это он из роли. Ну, вот роль такая. Это роль ругательная, я прошу ее ко мне не применять.